Անհատականության թեստ, որը ցույց կտա, թե ինչ է գնահատում ձեր կյանքում։ Պատկերացրեք, որ գնում եք ճանապարհորդության տրոպիկական անտառով և դուք մոտենում եք տրոպիկական անտառին, և ձեզ հետ են 4 կենդանիներ՝ կով, առյուծ, ձի, կապիկ։ Ձեր սննդի պաշարը բոլորին չի բավականացնի։ Դուք պետք է ընտրություն անեք։ Եթե 4-ին էլ ընտրեք, ապա ձեզանից ոչ ոք ողջ չի մնա։ Դրա համար պետք է ընտրեք մեկին, ում բաց կթողնեք։ Հիմա դուք և 3 մնացած կենդանիները շարունակում եք ձեր ճանապարհը։ Ամեն ինչ կարգին է, բայց մի քանի օրից սննդի պաշարը կվերջանա։ Ճանապարհին հանդիպում եք տղամարդու, ով առաջարկում է 1 կենդանու սննդի փոխարեն։ Որ կենդանուն կտաք, որ ստանաք սնունդը։ Հիմա դուք և 2 կենդանիները գրեթե հասել եք տրոպիկական անտառի վերջը, և հանկարծ ականատես եք լինում հարձակման, և դուք կարող եք փրկել միայն մեկին։ Որ մեկին կփրկեք։ Վերջին կենդանին, որ մնացել է ձեզ հետ, դա նշանակում է, թե ինչ է գնահատում ամենաշատը ձեր կյանքում։ Եվ այսպես, ինչ է դա նշանակում։ Եթե դուրս եկաք կովի հետ տրոպիկական անտառից, ապա դուք այն մարդկանցից եք, ով գնահատում է գումարը։ Դուք խնայող կամ զգուշավոր անձնավորություն եք, կամ աշխատասեր, որը աշխատում է հանուն գումարի։ Եթե տրոպիկական անտառից դուրս եկաք ձիու հետ, դուք գնահատում եք հավատարմությունը և աշխատասիրությունը։ Ձին դա ամենանվիրված կենդանին է, և քանի որ որոշել եք նրան փրկել, դա նշանակում է, որ դուք այն մարդն եք, ով ամեն վայրկյան կարող է աջակցել և գալ օգնության։ Թե տրոպիկական անտառից դուրս եկեք առյուծի հետ, դուք գնահատում եք պաշտպանությունը և համարվում եք լավագույն պաշտպան, ով սիրում է պաշտպանել սեփական էներգիան և իր ընկերների էներգիան։ Դուք այն մարդն եք, ով պաշտպանում է այն մարդկանց, ովքեր իրենք իրենց չեն կարողանում պաշտպանել։ Եթե տրոպիկական անտառից դուրս եք եկել կապիկի հետ, դուք այն մարդն եք, ով գնահատում է ընկերությունը, ով գիտի մենակության արժեքը, կամ այն մարդը, ով ունի շատ ընկերներ և գիտի, որ ընկերությունը դա հարստություն է իր կյանքում։ Եվ եթե դուք փրկեցիք կապիկին, ապա ինչ-որ մի պահ դուք նրան համարել եք ընկեր։ Մեկնաբանությունում գրիր՝ արդյոք համընկավ։